Բարև ձեզ, Factor TV հյուրը քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանն է, ողջույն, պարոն Նավասարդյան։ Բարև ձեզ։ Ինչով եք պայմանավորում այն փաստը, որ Հայաստանի ազգային ժողովի ընտրությունից մոտ մեկ ամիս առաջ է Ռուսաստանի նախագահը առաջարկում հանրաքվե անցկացնել ԵՄ թե ԵՏՄ, այսպես ասենք, հարցով, սա նպատակ ունի ինչ-որ կերպ ազդել ընտրական գործընթացների վրա, թե օրինակ, այսպես ասենք, նաև ընտրողին ազդակ է, որ տեսեք այս ընտրությունը նաև ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջև է, որն է ձեր գնահատական այս հարցի շուրջ։ Ես կարծում եմ ձեր ասացից երկրորդը, այսինքն ամեն դեպքում Վլադիմիր Պուտինը փորձում է ուղերձ առաջարկել մեր ընտրողներին, որ այդքան էլ հեշտ բան չի ընտրություն կատարելը, որ կան բավականին լուրջ հարցեր եւ ոչ միայն Վլադիմիր Պուտինը, այլ նաեւ Կալուգինը, ԱԳՆ-ի մինչև այդ Օվերչուկը, նրանք նկարագրում են այն բոլոր ռիսկերը կամ բոլոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ, եթե Հայաստանը չփոխի իր քաղաքականությունը եւ կան ենթադրություններ, մասնավորապես ռուսական վերլուծաբանների մոտ, որ Վլադիմիր Պուտինը դա ոչ այնքան օգնելու համար է անում Փաշինյանի մրցակիցների, այլ հենց Փաշինյանի վրա ճնշում գործադրելու եւ իր դիրքորոշումները սրբագրելու համար։ Դուք համաձայն եք մինչև ընտրությունները, ես կարծում եմ, որ իրավունք ունի գոյության Խելքին մոտ է տեսակետը, այո։ Մանավանդ որ մենք տեսնում ենք, որ բավականին զգուշավոր են արտահայտությունները մեր բարձրաստիճան պաշտոնյաների Ռուսաստանի նկատմամբ, առաջին հերթին ուշադրություն եմ դարձրել Ալեն Սիմոնյանի հարցազրույցի վրա Deutsche Welle-ին, որտեղ լրագրողը կամ ինքը նաև հայտնի գործիչ է, եկել մասնակցում է տարբեր քաղաքագիտական միջոցառումներին, անդադ դրդում էր ինչ-որ բան ասել իօգուտ եվրոպականացման եւ Ռուսաստանի դեմ, բայց Ալեն Սիմոնյանը մերժում էր այդ բոլոր փորձերը, ինչը նշանակում է, որ լուրջ քննարկումներ կան մեր վերնախավում, թե ինչքանով կտրուկ կարող է Հայաստանը փոխել իր արտաքին քաղաքականությունը։ Ճնշել Փաշինյանին, ճնշում բերել Փաշինյանին ընտրությունից առաջ, որ խմբագրի իր դիրքորոշումը ԵՄ գնալու հարցով մի քիչ այսպես դիրքերը զիջի կամ թուլացնի process-ը, ինչ նպատակով կարծում եք Պուտինի կողմից ճնշում նկատի։ Դե կան ակնհայտորեն Ռուսաստանի մոտ ակնկալիքներ, թե ինչպեսի քաղաքականություն է Հայաստանը վարելու առաջին հերթին այն հարցերում, որոնք այսպես լուրջ են, ոչ միայն բամբասանքի կամ խոսակցությունների հռետորաբանության մակարդակի, այլ որոնք կարևոր են, դա Ռուսաստանի ներկայացվածությունը տրանսպորտային համակարգերում եւ էներգետիկայում։ Իսկական ես կարծում եմ, որ դրանք այն հարցերն են, որտեղ Ռուսաստանը կցանկանար պահպանել իր հատուկ դերը տարածաշրջանում եւ մասնավորապես Հայաստանում։ Իսկ ձեր կարծիքով ինչով պայմանավորել են Երևի ագրեսիվ բառը ճիշտ կլինի օգտագործել այս բaragայում հայտարարությունները Մոսկվայից եվրոպական քաղաքական համայնքի Երևանում անցկացնելու փաստի առնչությամբ եւ որ Զելենսկին է գալիս այստեղ, այսինքն 4 տարի մի բան էլ ավել է Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի դեմ պատերազմ է վարում եւ նորություն չի այդ հռետորաբանությունը իրար նկատմամբ սուր եւ մեկը մյուսի հետևից բողոքներ, ինչու Զելենսկուն հյուրընկալեցիք, ձեր հարթակը տրամադրեցիք, Հայաստանը, ինչքան գիտեմ, անկախ պետություն է եւ կարող է միջազգային գագաթնաժողովներ հյուրընկալել, բայց Մոսկվայում կարծես այլ կերպ են ընկալում։ Դե ես հուսով եմ, որ մենք չենք կարծում, որ Ռուսաստանում չեն հասկանում, որ եթե որևէ երկիր կազմակերպում է նման կառույցի գագաթնաժողով, այսինքն եվրոպական քաղաքական համայնքի, ուրեմն դա նշանակում է, որ այդ համայնքի բոլոր մասնակիցները հրավիրված են։ Այսինքն դա Հայաստանի որոշումը չէր, Զելենսկին պետք է գա, թե պետք է չգա։ Դա Զելենսկու որոշումն էր մասնակցել, թե չմասնակցել, քանի որ դա իր կառույցն է, նաև իր կառույցն է։ Եվ ես կարծում եմ, որ Ռուսաստանում գոնե մտածող մարդիկ, իսկ ամեն դեպքում Ռուսաստանի քաղաքական վերնախավում ես կարծում եմ մտածող մարդիկ են, այդ բոլորը գիտակցում են, բայց միևնույն ժամանակ տարօրինակ կլիներ, եթե չլինեին Ռուսաստանի սուր
հայտարարությունները եւ արձագանքները, դա բոլորը սպասում են Ռուսաստանից, այդ թվում նաեւ ռուսաստանյան հասարակությունը եւ դա չանելը շատ տարօրինակ կլներ եւ սխալ կընկալվեր, դրա համար այն ամբողջ ռեպերտուարը, որ պետք է լիներ, մենք լսեցինք եւ համոզվեցինք, որ ոչ մի բան չի փոխվում այդ երկրում։ Դե Ալիևն էլ հայտարարություններ արեց եւ այնպես չի որ Հայաստանի երջանիկ է։ Ես կարծում եմ Ալիևի հայտարարություններ էր ակնկալելի եւ բարձ էր, որ նրանից հետո որ կար արդեն արձագանք նախորդ փաստաթղթերին Եվրամիության եւ Խորհրդանի եւ նաեւ անցած տարվա դեկտեմբերի այդ նորացված կամ նոր օրակարգը Հայաստանի հետ հարաբերությունների Եվրամիության արդեն ստացել էր Ադրբեջանի արձագանքը եւ պարզ էր, որ եթե այսքանից հետո Իլհամ Ալիևը հանդես է գալու այդ գագաթնաժողովում, նա չի կարող դա շրջանցել։ Այսինքն բոլորը իրենց դերերում էին եւ բոլորը ասում էին այն, ինչ իրենցից սպասվում էր։ Ես այդ պատճառով կառաջարկեի երևի շատ պես զգացմունքային չընդունել։ Ամեն ինչ գնում է իր հունով եւ այն տրամաբանությամբ, որը ենթադրում են այսօրվա հարաբերությունները միջազգային ասպարեզում։ Պարոն Ասարյան, ինչքանով է ճիշտ հունիսի 7-ի խորհրդանական ընտրությունները դիտարկել կամ տեղավորել Հայաստանի ռազմավարական ապագայի ընտրության հավատեքստում ԵՄ-ի հետ լինել, թե Ռուսաստանի հետ լինել։ Պուտինը ապահարզան բառներ օգտագործում, իհարկե հանրաքվե անցկացնելու միջոցով, ես մի քիչ սադր եմ, հա, իսկ միգուցե ապահարզանի օրը հունիսի 7-ն է կամ չափարզանի օր, ավելի մերձեցման օրը։ Եթե սադրում եք, ես էլ հումոր թույլ տամ ինձ, մի վերլուծաբան կա լրագրող ուկրաինական Ցիմբալյուկ ազգանունով, ով շատ հետաքրքիր վերնագիր դրեց իր հերթական ուրեմն տեսանյութին, որ Պուտինը շփոթել է Հայաստանը Կաբաևայի հետ։ Ինձ թվում է բավականին տեղին մեկնաբանություն էր, բայց եթե լուրջ վերաբերենք ամեն ինչին, ապա ես չեմ կարծում, որ իրոք ինչ-որ ճակատագրական որոշման առջև է կանգնած Հայաստանը, ես կարծում եմ, որ ընտրություններից հետո շարունակվելու է Հայաստանի քաղաքականությունը այն տրամաբանությամբ, որ շարունակվել է մինչև այսօր, այսինքն Հայաստանը փնտրում է իր համար հնարավորինս ապահով եւ զարգացման հնարավորություն տվող ճանապարհ եւ այդ ճանապարհին կան բավականին շատ հակասական հարցեր, ռիսկեր, դժվարություններ, կողմնորոշվելու անհրաժեշտություն եւ այդ որոշումները հենց ընտրություններից չեն կախված, այդ որոշումները ավելի օբյեկտիվ, այսպես ասենք, հանգամանքներից են կախված, ինչ հնարավորություններ կան, ինչ ռիսկեր կան, ինչ դժվարություններ կան, ինչ խնդիրներ կան, բնականաբար Ռուսաստանը այդ հանգամանքներում բավականին կարևոր դեր է խաղում։ Ես օրինակ ինչ եմ նկատում գոնե վերջին օրերին, որ Ռուսաստանը փորձարկում է ինչպես կարելի ազդել առաջին հերթին Հայաստանի վրա, երկրորդ դեպքին երկրորդ տեղում Ադրբեջանի վրա, թեև հնարավոր է, որ առաջնահերթությունները եւ փոխվել Ռուսաստանի համար, քանի որ բոլորիս համար հասկանալի է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների նորմալացումը դա դասական, հա, եզրակացություն է, Ռուսաստանի համար ցանկալի բան չէ, հա, Ռուսաստանը ցանկանում է մնալ միշտ պահանջված երրորդի դերում այս հարաբերություններում եւ ունենալ վճռորոշ ձայն եւ այն հանգամանքը, որ Հայաստանը եւ Ադրբեջանը գոնե վերջի ամիսների ընթացքում կարծես թե երրորդ խաղացողների, այդ թվում նաեւ Ռուսաստանի կարիքը չունեն։ Այսինքն Ադրբեջանը չունի Ռուսաստանի կարիքը, որպեսզի ինչ որ հարցեր լուծի Հայաստանի հետ, եւ Հայաստանը չունի Ռուսաստանի կարիքը, որպեսզի ինչ որ հարցեր լուծի Ադրբեջանի հետ։ Եվ մենք տեսնում ենք մշտական առաջարկներ Ռուսաստանից, բայց ես կարող եմ, չէ, ձեզ օգնել, եւ այդ առաջարկությունները, կրկնում եմ, հիմնականում վերջի ամիսների ընթացքում գալիս են դեպի Հայաստան, բայց ես չեմ բացառում, որ եւ արդեն որոշ
ազդակներ ստանում ենք, նույնը կանի նաև Ադրբեջանի պարագայում եւ այստեղ իհարկե եւ Բաքվի եւ Երևանի կայունությունը եւ համոզվածությունը, որ այլևս բոլոր հարցերը հիմնականում երկկողմանի ձևաչափով պետք է լուծել, չի փոխվելու։ Եվ կարծում եմ, որ այն մարդիկ, որոնք շահագրգռված են, որպեսզի լինի մեր տարածաշրջանում զարգացման հեռանկար եւ անվտանգություն, այդ գծից չպետք է շեղվեն եւ տարբեր գայթակղություններ, որոնք կարող են ձևավորվել եւ ձևակերպվել հյուսիսից, պետք է մերժվեն։ Տեսեք, մի իրավիճակ է, երբ որ եւ Երևանի եւ Բաքվի դիրքորոշումները թույլ չեն տալիս օրինակ Մոսկվային մտնել հայ-ադրբեջանական թեմաներ։ Դա դեռ վերջնական չէ, ես կարծում եմ շատ ավելի գայթակղիչ այդ առաջարկություններ են լինելու, քան եղել են մինչ այսօր։ Դա մի իրավիճակ է, որ երկու կողմը թույլ չեն տալիս եւ ասում են շատ բարդ է, իրար ատում ենք, թշնամի ենք կամ չգիտեմ լրջագույն այն խնդիրները, բայց երկուսով են գնում։ Սա էլ իր ռիսկերը իհարկե բնականաբար ունի, սա մի իրավիճակ է, պարոն Ասատրյան, բայց հունիսի 7-ի ընտրությունները արդյոք Ռուսաստանին հնարավորություն չեն տալիս աջակցել այնպիսի ուժերին, ովքեր այս ստերիլ վիճակը կարող են քանդել, չէ՞։ Մենք լսում ենք օրինակ պետք է երաշխավորներ գան հայ-ադրբեջանական հարաբերություններում, թրիփի շուրջ կամ 17 կետանոց համաձայնագիրը երկու, այսպես ասենք, կողմի կատարմամբ չի իրագործվի, բավոր Թրամփի WhatsApp-ը չաշխատի, նա վկա է մեզ պարտադիր անհրաժեշտ է երաշխավոր, այսինքն չէ՞ կարծում, որ հունիսի 7-ին մեր քաղաքական ներկապնակը բավականին գունեղ է, ինչը լավ է իհարկե, վատ չի, Մոսկվան նաև փորձ կանի այսպես ներդրում կատարել այնպիսի ուժերի վրա, որոնք իրեն ոտքի տեղ կբացեն այս թեմա վերադառնալու։ Ռոբերտ, այս հարցում դուք ստանում եք մի դաշտ, որտեղ ես չեմ ուզում գտնվել այս նախընտրական փուլում, քանի որ համարում եմ, որ եթե որևէ կառույց, որևէ կազմակերպություն, որևէ անձ, որը ներգրաված է այս ընտրական գործընթացի գնահատման հարցերում, իսկ Երևանի մամուլի ակումբը, որի անդամ եւ ղեկավարներից մեկը նաեւ ես եմ, զբաղվում է լրատվամիջոցների գործունեության վերլուծությամբ եւ այլն եւ այլն, իսկ դա նշանակում է, որ գոնե նախընտրական քարոզարշավի ընթացքում որևէ բան չպետք է ասենք, որը հնարավորություն կտա գնահատել մեր համակրանքը կամ հակակրանքը։ Օբյեկտիվությունը կասկածի տակ օբյեկտիվության հարց չի։ Սա ուղղակի էթիկա է, հա, այն կառույցների եւ անձանց համար, որոնք զբաղվում են ընտրությունների դիտարկման այս կամ այն գործառույթով։ Դե անգամ այդ դեպքում հասկանալի է։ Հասկացա, չկարողացա։ Դրա համար ես մի ուրիշ միգուցե շատ ավելի կարևոր բան ասեմ, Ռուսաստանը ոչ այնքան փորձելու է օգնել այս կամ այն ուժերին, ըստ իս, այլ փորձելու է բոլորին համոզել Հայաստանը որպես պետություն, որ Հայաստանին պետք է ընտրել ռուսական գիծը։ Իսկ անկախ նրանից ով է պոտենցիալ հաղթողը կամ պարտվողը։ Անկախ ուժից։ Կարող է անկախ ուժից անգամ։ Հա, մենք կարող ենք խորանալ նրբությունների մեջ, երկրորդական բաների մեջ, որտեղ այո, կարելի է եւ միգուցե տարբերակված մոտեցում գտնել Ռուսաստանի կողմից, բայց այդ դեպքում ես արդեն կրկնում եմ կանցնեմ այն դաշտ, որտեղ այս օրերին չեմ ուզում լինել։ Շատ լավ, դե այդ բaragam ես մի քիչ այլ բայց այն հանգամանքը, որ Ռուսաստանը փորձում է Հայաստանին, հայերի բոլոր քաղաքական ուժերին համոզել, որ ինքն է նախընտրելի դաշնակիցը կամ գործընկերը, դա ակնհայտ է։ Եվ դա կապված է այս նախընտրական արշավի հետ նաև, որտեղ բոլոր խոսակցությունները, բոլոր դեբատները, բոլոր քննարկումները սրված են, հա, այս փուլում Ռուսաստանի փաստարկները բնականաբար ուշադրության կենտրոնում են։ Իրականում ԵՄՆ-ն էլ, ԱՄՆ-ն էլ, ինչ որ մի օր կարող է Չինաստանն էլ փորձում են համոզել, որ իր հետ դաշինքը քեզ համար ձեռնտու է, դա իրենց շահերից է բխում, բայց եթե դու մնացած բոլոր նշված խաղացողները այնպիսի ազդեցություն չեն ունեցել տարածաշրջանի եւ Հայաստանի վրա, ինչպիսին ունի Ռուսաստանը։ Իսկ մեթոդները եւ ունեցել է Ռուսաստանը։ Կնայեք, ես ուզում եմ դա նաեւ պայմանավորում է մեթոդները։
ես ուզում եմ հարցը շանակել մեթոդների տրամաբանության մեջ։ Օրինակ Եվրամիությունը ինչ դիվիդենդներ է առաջարկում Հայաստանի քաղաքացիներին։ Ամենապարզ ու հասկանալի բանը, չգնանք ստանդարտներ, չգիտեմ, ինչ որ դատաիրավական համակարգի բարձր, ինչը շատ կարևոր է, բայց ազատ վիզայի ռեժիմ Եվրամիության 27 երկրի տարածքում, ինչը շատ հասկանալի, այսպես ասենք, դիվիդենդ է Հայաստանի քաղաքացիներին կամ սնունդը, որ բոլորս ուտում ենք, այդ սնունդը համապատասխանի առողջապահական տարբեր ստանդարտներ, որպեսզի չգնանք քաղցկեղ ընկնենք, հասկանալի ստանդարտներ են, կամ բժշկություն եւ այլն եւ այլն, տնտեսություն, ազատ առևտրի ռեժիմ եւ այլ սրանք փափուկ դիվիդենտներ են, հա։ Ռուսաստանը մեզ ինչ է փորձեք ինձ համոզենք, որ այն ինչ մեզ առաջարկում է Եվրամիությունը, բխում է նաև Հայաստանի շահերից։ Դա այդքան պարզ է եւ թափանցիկ։ Բայց Ռուսաստանի գործիքակազմեր, որոնք են ասել, օրինակ ԵՏՄ-ում հարստանում եք, բայց չէ որ քաղաքական համակարգերի տարբերություն կա։ Մեզ համար կարևոր է նաև ժողովրդավարություն, որ այստեղ դուք նստած կամ ընդդիմադիր գործիչ կարողանա քննադատել իշխանությունը եւ չմտնեն այստեղ, ասենք, վերացնեն այդ մարդկանց։ Այսինքն Ռուսաստանը միանգամայն այլ փաստարկներ է ընտրում եւ այդ փաստարկները հիմնված են Ռուսաստանի այն դերի վրա, որը ինքը ունեցել է եւ ցանկանում է հնարավորինս պահպանել եւ միգուցե ուժեղացնել։ Հա, դրանք սպառնալիքներ են, դրանք այն խոսույթն է, որը ակտիվանալու է բոլոր շաբաթների ընթացքում, որ իմացեք, որ Հայաստանը լուրջ վտանգի առաջ է եւ բացի Ռուսաստանից ձեզ ոչ մեկ անգամ այնպիսի Ռուսաստանի, որը կայուն չէ, որի վրա 100%-անոց հույս չես կարող ունենալ, բայց միևնույն է, այդ ինքն է, որ կարող է ինչ-որ բանով Հայաստանին օգնել, փրկել, պաշտպանել։ Այսինքն սպառնում է փրկել։ Այո, սպառնում է փրկել, այդպես կարելի է նույնպես ձևակերպել։ Դաժան է ինչ-որ։ Այսինքն շատ ավելի, այսպես, կոշտ փաստարկներ են, շատ ավելի, այսպես, անբարոյական փաստարկներ են, բայց դա է զինանոցը եւ չի կարելի ասել, որ այդ զինանոցը ամբողջությամբ սպառվել է։ Իսկ ձեր կարծիքով Հայաստանի քաղաքացիների պատասխանը որը պետք է լինի։ Ես չեմ ուզում ընտրություն բառը օգտագործեմ, որ չասեք էլի նախընտրական տրամաբանության մեջ է։ Հարցը դիրքավորումը, չէ՞, մենք բոլորս տեսնում ենք այս լրահոսին անդրադառնում ենք։ Ասում են, որ միայն այն մարդիկ իրենց կարծիքը չեն փոխում, որոնք ապուշ են, ես պատրաստ եմ ապուշի տեսք ունենալ այս հարցազրույցում, բայց միշտ կարծել եմ, որ Հայաստանը պետք է ընտրի այն ճանապարհը, որը հեռանկար է բացում զարգացման եւ որպես լուրջ նորմալ պետություն կայացման համար, եւ 2013 թվականից մինչեւ այսօր Հայաստանը այդ ընտրության առջեւ է կանգնած։ Գնա այն ճանապարհով, որը ակնհայտ հեռանկարներ է բացում, թե չգնա, որքան էլ լինեն դրա հետ կապված ռիսկեր։ Եվ կողմնակից եմ, որ Հայաստանը պետք է հետևողական լիներ եւ 2013 թվականին եւ փաստորեն ցավոք մերժեց Եվրամիության հետ ասոցիացիան համաձայնագիր կնքել եւ գնաց դեպի մաքսային միություն եւ ԵԱՏՄ եւ այսօր նույն ընտրության առջեւ է կանգնած եւ ինչպես 2013 թվականին եւ մինչեւ այդ այնպես էլ այսօր ես գտնում եմ, որ Հայաստանը պետք է լինի հետևողական եւ վճռական։ Եվ եթե տեսնում են կողքից, որ դու հետևողական եւ վճռական ես, դա ինչ որտեղ քեզ պաշտպանում է։ Երբ տեսնում են, որ դու կարող ես եւ շեղվել այդ ճանապարհից եւ վախկոտ ես, քեզ կվախացնեն եւ անգամ վախը բռնելու միջոցներ կձեռնարկեն։ Այ մոտավորապես այդ վիճակում ենք մենք եւ ցավոք չեմ կարող ասել, որ մեր իշխանությունները վախ բռնելու տեսակետից կայուն էին։ Մեղմ ասած։ Մեղմ ասած։ Պարոն Ասարդյան, շատ լավ, եթե նաև, այսպես ասենք, անդրադառնանք ան հարցին, թե ո՞րն է ԵՄ-ի նպատակը մեր պարագայում, Հայաստանի Հանրապետության պարագայում, եթե ռուս պաշտոնյաներն լսենք, նրանց նպատակը այսպես Ռուսաստանի թշնամու կերպար ստեղծելն է, պարոն Կալուգինն էր ասում, նրանց զրպարտելը Ռուսաստանի հիբրիդային հարձակումների մեջ եւ Հայաստանի ներքին գործերին, այսպես ասենք, միջամտելու մեջ, կարճ ասած, այդպիսի քաղաքական թեորիա կա, որ Արևմուտքը, ԱՄՆ, ԵՄ, նախ դրանք Թուրքիան են, բայց եթե ամեն դեպքում եթե իրենց դեմքով էլ գալիս են,
միակ նպատակը այսպես հակառուսական կամ հակաիրանական խաղ տանելն է, մեր երկիրը դարձնել պլացդարմ, գեոպոլիտիկ բախման վայր, մեզ ուկրաինացնել, այսինքն մեզ օգտագործել Ռուսաստանի դեմ եւ այսպես զոհաբերել, հա, շախմատային լեզվով ասած, ինչ եք դուք մտածում այս հարցի շուրջ։ Ну նայած ինչ տեսանկյունից նայենք, հա, մտադրություններին Եվրամիության, բայց մինչև դրան անցնելը ուզում եմ ասել, որ ամեն դեպքում եւ Օվերչուկի, եւ Պուտինի, եւ Կալուգինի ասածները պետք է ուսումնասիրել, քանի որ դրանք մեծամասամբ կապված են իրականության հետ։ Պարզապես նրանք խոսում են սպառնալիքների լեզվով, մենք պետք է դա անցալենք որպես հնարավոր ռիսկեր, որոնց պատասխանը պետք է գտնել, լուծումները պետք է գտնել, այսինքն ամեն դեպքում դրանք մեր օրակարգում քաղաքական վերլուծության եւ լուծումներ փնտրելու համար կարևոր հանգամանքներ են, պետք է լուրջ վերաբերել այդ ամեն ինչից։ Հիմա անդրադառնանք Եվրամիության։ Եվրամիությունը բնականաբար ցանկանում է իր տեսակը որպես աշխարհակահաղական կենտրոն կամ միավոր ընդլայնել։ Դա բոլոր աշխարհակահաղական կենտրոնի նպատակն է։ Նրանք ուզում են, որ իրանց տեսակից աշխարհում շատ լինի։ Դա հեշտացնում է իրենց գործը, դա թույլ է տալիս ավելի հետևողականորեն եւ հուսալիորեն պաշտպանել արժեքները, ստանդարտները, կյանքի կազմակերպումը, ամեն ինչը։ Եվ դա ունի նաև այդ էքսպանսիան, հա, տեսակի, ունի նաև աշխարհագրական դրսևորում։ Այսինքն Եվրամիությունը ուզում է դառնալ մեծ կամ Եվրամիության նման երկրների, Եվրամիության անդամ երկրների նման երկրները շատ լինեն։ Դա հեշտացնում է իրենց գործը եւ եթե տվյալ դեպքում դա ստանում է այնպիսի սուր դրսևորում, ինչպիսին այդ տեսակի տարածման խանգարողների դեմ նաև աշխատելը, իսկ Ռուսաստանը ակնհայտորեն այդ տեսակի դեմ է աշխատում եւ աշխատում է բավականին ագրեսիվ ձևերով, պարզ է, որ այդ տեսակի տարածումը ենթադրում է նաև Ռուսաստանի դեմ աշխատելը։ Այսինքն դա տրամաբանական է, դա ուղղակի այլ կերպ, այլ տեսանկյունից կարելի է ներկայացնել, որ ինչ որ արհեստականորեն ինչ որ բոբո են հնարել եւ բոլորին ուզում են լարել այդ բոբոյի դեմ։ Բայց դա չի իրականը, իրականը այն է, ինչ ես փորձեցի, չգիտեմ ստացվեց թե չէ, բացատրել։ Դե գեոպոլիտիկ բախման դաշտ չդառնալու, այսպես ասենք, կարիքը ոնց սպասարկել, թե տարբերակ չկա, եթե Եվրամիությունը տարածվում է գեոպոլիտիկ բախում ասելով, էլի, Սիրիայում են ասում, Ուկրաինացում։ Ես նկատի ունեմ, որ Եվրամիությունը իր նման երկրների, իր գործընկերների ցանկը փորձում է ընդլայնել, դա նշանակում է, որ դրա դեմ պայքարողը գեոպոլիտիկ բախման մեջ է մտնում Եվրամիության հետ։ Եվ Հայաստանը, եթե ցանկանում է, կրկնում եմ, վճռական է, հետևողական է այն ճանապարհին, որ ցանկանում է դառնալ եվրոպական երկիր, եւ ես էլ այն մարդկանց եմ, որ դա եմ ցանկանում։ Հա, ինքը ուզած չուզած այդ բախման մեջ մտնում է, այլ ճանապարհ չկա։ Ինչպես ողջ մնալ։ Ողջ մնալ լինելով արդյունավետ, լինելով կրկնում եմ հետևողական, որտեվ ոչ հետևողական մարդուն շատ ավելի հեշտ է ճանապարհից շեղել եւ վտանգների առջև կանգնացնել։ Դրական ուղերձով ավարտենք, շնորհակալություն զրույցի համար, Factor TV-ում հյուրընկալել ենք Բորիս Նավասարդյանին։